Առավոտը բարի չէր 31-55 ընտրատեղամասում կուսակցություններից մեկը եկել էր այն համոզմունքով, որ կարող է ընտրատեղամասում նույն կուսակցության երկու վստահված անձ լինել։ Բոլոր տեղամասերը կարելի է, մենակ ձեր տեղամասը չի կարելի։ Կարտացել ենք։ Սխալ եք կարտացել։ Սխալ չենք կարտացել։ Պարտավոր եք հիշել, եթե արգելում եք, որոնք պարտավոր եք հիշել ու ցույց տալ։ Մենք առաջնորդում ենք նայում ենք գրանցամատյանը։ Օրենսգիր, ձեր գրանցամատյանը օրենսգիր չէ։ Դուք ինքներդ չեք կարող օրենսգրքով գտնել։ Ձեր ընտրատեղամասի նախագահ։ Մեկը դուրս կա։ Մենք այդպես ենք առաջնորդվել, բայց ասում ենք Դուք եք պարտացնում, մենք ընդհանրապես պարտացնելու բան չունենք։ Դե շատ ավելի լավ է։ Մի հոգ իմանա մեկը դուրս կա, հետո փոխարինեն իրար, այդքան տեղը չունենք մենք։ Լավ։ Ինչը, ինչպես նշեց 31-55 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Նազիկ Մուրադյանը, օրենքը հստակ սահմանում է, որ նույն կուսակցությունից երկու վստահված անձ ընտրական տեղամասում չեն կարող լինել։ Այս դրությամբ մենք ունենք երկու ընտրող, միջադեպեր դերևս չեն գրանցվել, բացի մեկ միջադեպից, որին դուք ներկա գտնվեցիք, որ պահանջվում են երկու վստահված անձիկ, բայց օրենքը չի թույլատրում երկու վստահված անձ նույն կուսակցությունից։ Այդ պատճառով մենք մեկին դուրս հրավիրեցինք։ Այսինքն կուսակցության անդամը լավատեղյակ չէր օրենքին։ Երկու վստահված անձ չի թույլատրում նույն կուսակցությունից։ Շատ լավ, քանի ընտրող ունի այս ընտրատեղամասը։ Այս պահին երկու ընտրող ունենք, մենք 880 ընտրող։ Ընդհանուր առմամբ ունենք 880 ընտրող, այս պահի դրությամբ երկու ընտրող ունենք։ Որ քվեարկել են դուրս են։ Հանձնաժողովի անդամները, Այո, բոլորը տեղում են, բացակա անդամ չունենք, բոլորը ներկայացրել են, մեկը որ հիմա չուներ գործառույթ իրականացնելու, դուրս է եկել ընտրելու եւ հիմա հետ կգա։ Առավոտյան 8:30 դրությամբ այլ միջադեպեր 31-55 ընտրատեղամասում չեն գրանցվել։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Գծել քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթեշտիկների արգղի մեջ մինչև սկսվելը։ 2 րոպե ուշացումով է բացվում Գյումրու 31-ի կոտորակ 56 ընտրատեղամասը ընտրողները այդ ընթացքում հասցրել էին սպասել մուտքի մոտ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար։ Նորմալ մտածակ աշխով։ Հաջողություններ։ Լրիվ կարող է։ Առավոտյան 8-ից բացվեցին Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերը, ընտրողներին առավոտյան վաղ քվեարկության գալ ստիպել է ի բարօրություն քաղաքի ընտրություն կատարելը։ Վաղ առավոտյան իմ ընտրատարածքներ աշխատանքային, ուզեցա, որ առաջինի ես եղնեի ընտրողը։ Ինչ? Իշա քաղաքի, իշա բոլորիս լավ լինելու համար։ 31-56 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Աիդա Հակոբյանը նշում է, այստեղ գրանցված են 1387 ընտրող։ Ուրեմն նորմալ սկսել ենք եւ վիճակահանությամբ եւ երկրորդ նիստի աշտանագրություններով ժամը 8:00 աշտեն տեղամասը բացված է ունի աշտեն ընտրողներ։ Ուրեմն 13-56 ընտրական տեղամասում այս ունենք 1387 ընտրող։ Նորմալ ընտանում է հենց առաջի պահից ունենք բավականին, ինչպես տեսնում եք, ընտրողներ աշտեն։ Վաղ առավոտյան միջադեպեր չեն գրանցվել ընտրատեղամասում քվեատուբը ըստ ընտրական օրենքի փակ է։ 188-90 ամեն սարքի հետ այս է, մեկ հատ մասնակետի գործառույթների ոչ։ 111,236 ընտրող ունի Գյումրիին ըստ 2025 թվականի վերջին տվյալների, թիվ 31 ընտրատարածքում գործում է 82 ընտրատեղամասային կենտրոն։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը նշում է, այսօր սահմանված ժամանակից շուտ են ավարտել ընտրատեղամասերը կահավորելու աշխատանքները։ Մեր նախատեսածից է մի ժամ շուտ ավարտեցինք, բոլոր հանձնաժողովի նախագահները, անդամները գալիս են, ստեղից ստանում են ընտրական փաստաթղթերը, ծրարները, քվեաթեշտիկները,
ինքնասոսնձվող դրոշմանիչները եւ այլ փաստաթղթեր, արձանագրություններ եւ այլ, որը որ անհրաժեշտ է ընտրությունների համար։ Քվեախցիկները տեսնում եք։ Ուրեմն մենք ամբողջը ցուցակով բաժանում ենք ստացականով բոլորին։ Քվեախցիկներ, քվեատուպեր, անձնույնականացնող տեխնիկական սարքեր եւ այլն ընտրատեղամասերը կահավորվել են, գործընթացին էլ հնարավոր է եղել հետևել նաեւ ուղիղ եթերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի election.am կայքով։ Եթե հանգարց կահավորման այդ խնդիր է լինում, որ կարող է տեսախցիկը ազդի որ գաղտնիությունը ընտրության, անպայման զանգում են մենք էլ իրենք էլ, որ այդ սենյակի կահավորանքը դիրքը փոխել։ Մինչև առավոտ ժամը 7-ը, մինչև հանձնաժողովի նիստը, ոստիկանները բոլոր 82 տեղամասերում հսկում են եւ առավոտյան ամեն տեղամասի հսկող ոստիկանները հանձնում են տեղամասային հանձնաժողովի նախագահին։ Ընտրատեղամասերը կհսկեն ոստիկանական խմբերը մինչև ընտրական գործընթացի ավարտը։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Գյումրու արտահերթ թիմ ընտրություններին ընդառաջ քարոզարշավը մեկնարկեց մարտի 15-ին եւ այն շարունակվեց մինչեւ մարտի 28-ը։ Նշենք, որ քարոզարշավը բավականին բուռն ընթացք ուներ, քանի որ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ակնկահարույց արտահայտություններ, ինչպես նաեւ եղան ձերբակալություններ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի Գյումրու ղեկը ստանձնելու համար պայքարում են 9 քաղաքական ուժ, 3 դաշինք եւ 6 կուսակցություն։ Ավագանու թեկնածուների ամենամեծ ցուցակը 98, իսկ ամենափոքրը 23 հոգուց է բաղկացած։ Կեսգիշերին Գյումրիում մեկնարկեց լռության օրը։ Մինչև մարտի 30-ը ժամը 20:00-ն արգելվում է քարոզչության ցանկացած միջոց։ Այսօր լռության, իսկ վաղն արդեն ընտրության օր է։ Իսկ ինչպիսի քաղաքապետ է ուզում տեսնել գյումրեցին։ Խելքը գլխում, բայց չկա միջները խելքը գլխում մարդ։ Որ խելացե Թեոդորեն դեր քաղաքը սիրող, ընդհանրապես սիրել գիտեցող քաղաքապետ։ Սրդացավ քաղաքապետ։ Մասնակցելու եք դուք ընտրությանը։ Անպայման Այ ինչ միտումով եք գնում ընտրության։ հավատալով թեպի լավ ապագան։ Հոգատար սրդացավ բնականաբար քաղաքի մասին մտածով։ Մարտի 29-ին 16-ից 20 ընտրությամբ խախտումների մասին ահազանգ չեն ստացել 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, բայց նախորդող քարոզի օրերին որոշ խախտումներ արձանագրվել են, դրանք արագ վերացվել են, նշում է Տիգրան Ղազարյանը։ Խախտումներ եղել են չնախատեսված տեղերում պաստառների փակցման, բոլոր դեպքերով, որ մի քանի անգամ գրություն ենք ուղարկել համայնքապետարան, որ վերացնեն խախտումները, մեծամասնության դեպքերում խախտումները վերացված են շատ օպերատիվ ձևով, երեկ եմ ես պատասխան է դիտորդական առաքելությունների, որ իրենց արդեն իսկ իրենց մեր դիմումը ստալվալու պահին արդեն մենք տեսել էինք, դա վերացվել էր։ Գյումրիում էր նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Վահագն Հովակիմյանը քաղաքում նկատել է, որ չնայած մեծ պաստառների համար հատկացվել են սահմանված տեղեր, բայց քաղաքական ուժերի պաստառները փակցված են նաև սյուներին։ Սյունի վրա պաստառ կպցնելը, հասկանում եք, կարելի է, սրանց կարող էր ասենք, չգիտեմ, 7-10 տարի առաջ դա ինչ որ գոնե ճանաչելիության խնդիր լուծել։ Բայց այսօր այդ պաստառը իմ ընկալմամբ կարող է նույնիսկ վատ ազդեցություն ունենա, որտեղ այդ նույն թաղամասի բնակիչը, որտեղ հետո այդ պաստառը որ մնաց այդտեղ, այդ նույն թաղամասի բնակիչը ինքը ընկալելու է որպես բան, ոնց որ իր միջավայրը աղավաղով։ Պատասխանատուների խոսքով թիմ օրենսգրքին համաձայն կան նորմեր, որոնք չպետք է խախտվեն նաև բուն քվեարկության օրը։ Ընտրական օրենսգրքով, սահմանադրական օրենքով ասում է, որ քարոզչական պաստառները չի կարող փակցված լինի տեղամասային հանձնաժողովներից 50 մետր հեռավորության վրա քարոզչական պաստառ չի կարող լինել։ Բացի իրավապահ մարմիններից, ԶԼՄ ներկայացուցիչներից եւ դիտորդներից քվեարկությունը հասանելի է առցանց տարբերակով, նշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Բոլորը պետք է հիշեն, որ տեղամասը on-line հսկողության տակ է։ Այսինքն ով որ տեղամասում կանի օրինախախտում, եթե նույնիսկ այդ պահին էլ չկա, այսպես ենք, չֆիքսվեց, բայց միևնույն է այդ ձայնագրությունները մենք պահում ենք։ Այսինքն այդ ձայնագրությունները հասու են լինելու նաև իրավապահներին։
Այս ընտրապայքարում եւս քաղաքական ուժերը օգտագործեցին քարոզին բնորոշ բոլոր տարբերակները, ինչպես նաեւ ոչ այնքան ցանկալի տարբերակները, բայց եւ ինչպես հնչեց մեծ քաղաքական բանավեճի ժամանակ, այս քաղաքում կյանքը շարունակվելու է նաեւ ընտրություններից հետո։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Գյումրու արտահերտ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպությունները թվով 5-ն են։ Ականատես դիտորդական առաքելությունը, Անկախ դիտորդ հասարակական դաշինքը, Հայաքվե դիտորդական առաքելությունը, Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը, Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը։ Վերջիններս անցել են անհրաժեշտ վերապատրաստումները։ Ընտրատեղամասերում հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, նախագահը, քարտուղարը եւ 6 անդամները։ Տեղում են նաեւ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներ եւ վստահված անձիկ։ Գյումրի 82 փառաքարի 16 տեղամասերի նշանակված հանձնաժողովների անդամների համար անցկացվել է դասընթացներ։ Նախագահ քարտուղարների համար առանձին դասընթաց անցկացվել, որպեսզի իրենց պարտականությունը սարքերի մասնագետների համար անցկացվել է առանձին դասընթացներ։ Այսինքն այն սպասարկող գործառույթ ունեցող անձնակազմի համար անցկացվել է դասընթացներ, 5 տեղական դիտորդներ, նաև մոտ 40 դիվանագետներ տարբեր լեզվանատներից հայցերուների կարգավիճակում հետևել են։ Մեր դասընթացավարները ուղղակի զգուշացնում են, որպեսզի քարոշ թաքնված քարոշչական չանեն ուղղակի, որովհետև 21 թվականի ընտրությունների ժամանակ եղել էր, որ քաղաքական ուժի, այսպես ասենք, այդ վերնաշապիկը, որ քաղաքական ուժի քարոշչական նյութերից էր, իրենց հակը մտել էին տեղամաս, բայց հանձնաժողովի անդամներով չենք ունեցել։ Հանձնաժողովները անցել են վերապատրաստում, մեր գործընկերները կենտրոնական ընտրական հանձնաժողովից այստեղ դասընթացներ են անցկացրել, դա լիցենզավորմանը չի, լիցենզավորմանը առանձին է եղել, ուրեմն դասընթացներ են անցկացրել եւ մի դասընթաց է անցկացրել են միայն նախագահների եւ քարտուղարների համար, այսինքն ոնց որ կրկնակի դասընթաց է եղել, ես հուսով եմ, որ այդ դասընթացները անցել են եւ արձագանքները այնպիսին են, որ բավականին մեր կենտրոնականի ժողովուրդը բավականին գոհացած էր, ասեց, որ մեծամասնությամբ տեղյակ էին, գիտեին։ Նշենք, որ Գյումրու 111236 ընտրողները մարտի 30-ի առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը հնարավորություն ունեն կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Նշենք, որ Գյումրիում ամենաքիչ ընտրողների թվով ընտրատեղամասը Շերամի թաղամասում է 31-ի 12 ընտրատեղամասը, իսկ ամենամեծ ընտրատեղամասը Մուշ թաղամասում է 31-ի 14 ընտրատեղամասը։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Ընտրական գործընթացի թափանցիկությունն ու դրանց ապահովումը համարժեք հսկողությամբ, ինչպես նաև լրատվական դաշտի ազատությունն ու վստահելիությունը առաջացրել են հարցեր եւ մտահոգություններ, ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ լրագրողների շրջանում։ Այս խնդիրները քննարկելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում դասընթաց հավատարմագրված լրագրողների հետ, ովքեր քննարկեցին ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքն ու լրագրողների իրավունքները, ինչպես նաև ընտրությունների ընթացքում առաջ եկող խնդիրները։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները լսեցին լրագրողների մտահոգությունները եւ առաջարկները, որոնք վերաբերում էին ընտրական գործընթացի լուսաբանման հարցերին։ Լրագրողների հիմնական հարցերը վերաբերում էին ընտրախախտումների հայտնաբերմանը, ընտրական միջամտություններին, ինչպես նաեւ այն սահմանափակումներին, որոնք կարող են առաջանալ ընտրական գործընթացի ժամանակ։ Հանդիպմանը խոսվեց նաեւ այն մասին, թե ինչպես պետք է լրատվամիջոցները աշխատեն, որպեսզի ընտրությունների մասին տեղեկատվությունը լինի հստակ, ճիշտ ու հասցեական։ Սրանով հանդերձ լրագրողները կոչ են անում կենտրոնանալ նաեւ ընտրության իրավունքի պաշտպանության վրա, ինչը թույլ կտա նախադրյալներ ստեղծել ավելի թափանցիկ ու անկողմնակալ ընտրական գործընթացի համար։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Մարտի 30-ին գյումրեցիները կորոշեն, թե որ քաղաքական ուժն է առաջիկա տարիներին ղեկավարելու իրենց համայնքը։ Ամփոփ մեդիան մշակել է Գյումրու ընտրություններին վերաբերող նախընտրական տվյալները։ Եվ այսպես Գյումրեցու ձայնի համար պայքարում է 9 քաղաքական ուժ, 3 դաշինք եւ 6 կուսակցություն։ Գյումրի համայնքի բնակիչներից ավականու արտահերտ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 111236 ընտրող։ Քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված է 371 տեխնացու, որոնցից 151-ը կանայք են։ Ըստ
ըստ ընտրական օրենսգրքի ընտրական ցուցակի առաջին համարից սկսած ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը, ըստ այդմ բոլոր ուժերը բավարարել են օրենքի պահանջը։ Հատկանշական է, որ որևէ ուժ չունի առաջին համարի կին թեկնածու։ Ըստ ընտրական օրենսգրքի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության կամ դաշինքի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30%-ը։ Թեկնածուների տարիքային տարբերությունը էական մեծ է։ Տարիքով ամենափոքր թեկնածուները 18 տարեկան են, իսկ ամենատարեց թեկնածուն 78 տարեկան է։ Ամենաերիտասարդ թույլատրելի տարիքը ավագանու թեկնածուի համար 18 տարեկանն է։ Մասնակցող 9 քաղաքական ուժերից 2-ի ցուցակներում ներգրաված թեկնածուների կեսը, իսկ 3-ի ցուցակներում շուրջ 60%-ը նշել են, որ զբաղվածություն չունեն։ Ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցող 371 թեկնածուներից 133-ը կամ յուրաքանչյուր երրորդ թեկնածուն չի աշխատում։ Նշենք նաև, որ ավականու աշխատանքը չի վարձատրվում։ Ընտրությունների օրը Գյումրու 82 տեղամասերը կգործեն ժամը 8-ից մինչև 20:00։